Միասնության թևեր շարժման ղեկավար Արման Թաթոյանն է մամուլի ասուլիսում ներկայացրել 2026 թվականի համապետական ընտրությունների հաղթանակի դեպքում իրենց գործունեության հիմնական ուղղությունները իր խոսքով մտադիր են առաջնորդվել 3 սկզբունքով՝ հզոր պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Թաթոյանը նշել է, որ ընդդիմանում է ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների։ Նախկին ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ իր պատկերացումները Հայաստանի այլ երկրների հետ համագործակցության վերաբերյալ։ Այո, Հայաստանը պետք է լինի խելացի պետություն, ամենաբարձր նվաճումների վրա հիմնված, պաշտպանության բնագավառի ինովացիոն ծախսերը։ Մենք պետք է ինովացիոն տեխնոլոգիաները, մենք պետք է այդ բնագավառում նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցենք։ Բուհական համակարգի, կրթական համակարգի հարցերը։ Մյուս հարցերում նույնպես։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Պարզ նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախված լինել։